Կերներ, եկանք Իպերտոսանո սուպերմարկետ, ներքևն ենք պարկինգ արել, որովհետև վերևում ընդհանրապես տեղ չկա, եկել ենք գնումներ անենք, ենթադրում եմ, որ չմեծ, բայց տեսնենք ինչով կավարտվի, կաշխատեմ ձեզ խանութում էլ նկարեմ և իհարկե երբ որ հասնեմ տուն, ամեն ինչ ձեզ ցույց կտամ։ Սա մի փոքր մոլ է, շատ քիչ խանութներ կան այստեղ, բայց կա իմ սիրելի Պեպկոն, բնականաբար ես կմտնեմ, մինչև իմ ամուսինը կվերցնի սայլակը, ու մի հատ կտեսնեմ, աղա իմ ուզած բաները այստեղ կան, ժողովուրդ, այս ինչեր է, այս զատիկի կոլեկցիան է, այս ինչ լավն է, նապաստակի ձևով բարձ, իդեպ երեխաների շորերը, ամեն ինչ կա, շատ հարմար և էժան գներով, որակը ինչ-որ մի ֆանտաստիկ որակ չի, բայց քանի որ հաշվի առնենք երեխաները հագնում են ընդամենը մի ամիս, ցանկացած բան, կարելի է և գնել ընկերներ, իմաստ չեմ տեսնում շատ գումար ծախսելու և հետո գցելու, ինչ-որ հետաքրքիր բաներ կա, զատիկի թեմայով ժողովուրդ ջան, հələ նայեք, այս ինչ է, հələ նայեք, ափսեա սենց, նապաստակա ինչ-որ տերևով, սալատա երևի, ինչ արժի, 6 եվրո արժի ժողովուրդ, այս ինչ ափսեներ է, ինչ լավն է, այս լա, նապաստակով սենց ափսեա, արժի 4 եվրո սա, մոտը չգիտեք, ականջը կոտրվել է ճիշտը, մոմեր, տարատեսակ, այս ինչ է, այս ձվի համար է հա երևի, հա, ամեն մեկին մի հաձու, այս արժի 2 եվրո ընկերներ, այս էլ է սիրուն գիտեք, այս, սենց բացվում է երևի, հա, այս էլ է լավ է, գլխին են ապաստակ, նահլեք եք տեսնեք էլ ինչեր կա, ես շատ մեծ հույսեր ունեմ, որ կգտնեմ այն ինչ որ ուզում եմ ես ընկերներ, շատ սիրուն սենց մարմարի տակդիր եմ տեսել, սենց շատ սիրուն է, բայց ոչ միտեղ չկա, հələ ինչ լավ բարձեր են, ինչ գարնանային գույների սպասք է, այս ինչ է, նապաստակի ձևով սենց փոքրիկ ափսեներ, շատ լավ բաներ է ժողովուրդ, շատ եմ սիրում ես այս խանութը ժողովուրդ, շատ, սա տարբեր ծաղիկների ծաղկամաններ են, այստեղ ինչեր կա, գնանք առաջ տեսնենք ինչեր կա, լեկեք այս կողմը նայենք, այս էլ ամեն ինչը ծաղկամանների, ստե դեկորներ են, տեսնենք ստեղ ինչ կա, հետաքրքիր, ամբողջը գարնանային թեմայով է ժողովուրդ, այս բաժակները, հələ նայեք, ծաղիկի ձևով, ափսեներ տերևի ձևով, արժի 4 եվրո, դեկորներ, ինչ լավն է, այս շուտ տեսած էր ես կարնեի, բայց էլ չեմ առնի, եկեք տեսնենք ստեղ ինչ կա, մեկը գտա, ժողովուրդ, այս մեր օրներ, այս ինչ ծանր աստված, պատկասում եք, այս մարմարը արժի 6 եվրո 50 ցենտ, գնացի սայլակի հետևից ժողովուրդ, ես ես տանում եմ տուն, վերցրեցի մի հատ սենց զամբյուղ, տեսնեմ, գնամ նայեմ, ես մի քիչ ավելի մեծ էի իհարկե իրան պատկերացնում, բայց ոչինչ լավ ժողովուրդ, էլի լավ է, գնացինք, իդեպ այս մի մոլի Պեպկոյում ավելի շատ բան կա, գիտեք, քան թե Նովոլի թաղամասում, եկեք մի հատ լավը ընտրենք, որն է ավելի սիրուն, այս ինչ ձև է, բոլորը նույն գինն են, չէ, հա, 6 եվրո 50 ցենտ, չեք պատկերացնում ինչ ծանր է ժողովուրդ, ահա որ ծանր է, մեկի վրա նկարները շատ խիտ է, ես մեկը համարյա սպիտակ է, սրա վրա է սենց է, natural marble, each piece is unique, ժողովուրդ նայեք, մետը սենց տախտակ եմ տեսել, այս ֆորմայի, արժի 5 եվրո, ոնց որ թե բոլորը նույնն են, հա, չէ, նույնը չեն ժողովուրդ, հələ մի րոպե, կա սենց, կա այս սենց, հələ նայեք,
Ինչ եք կարծում, որ ավելի սիրուն կլինի։ 2.5 եվրո։ Սենց երկար ու բարակը սիրուն կլինի, թե սենց ինչ որ գիտեք ինչ եմ մտածում։ Ինչ որ տուն ես մտնում, ձերքից զարդեր, բանալի, ինչ որ տենց բաներ դնես էլի։ Հա, ինչ եք կարծում, ժողովուրդ։ Որը սիրուն ավելի, էս թե այն մեկը։ Հələ մեկը նայեք այս բաները ինչ սիրուն են, ժողովուրդ։ Հələ նայեք։ Ինչ սիրուն է։ Ինչ հետաքրքիր sense ծուռ մրտիկ ապակի է, հələ այս վերևի հատվածները նայեք ինչ սիրուն է։ Սենսը կա, տարբեր չափերը կա sense փոքրիկ, հələ նայեք ինչ սիրուն է։ Ինչ շատ դուր եկավ։ Ու արժի ընդամենը 4 եվրո ժորտ։ Նայեք ստե նայեք։ Որ ասում եմ ձեզ ստեղ լավ բաներ կա, չեք հավատում։ Ու շատ օրիգինալ բաներ է, իդեպ, որը Էս էլ էս մի չափն է, ոնց որ երկու չափ է, հա, այս չափն է, այս մեծը եւ այս փոքրիկը։ Կառնի, բայց չգիտեմ ինչի համար էս օգտագործում, ես շատ սիրուն է։ Նույնիսկ չգիտեմ, սա առնեմ, թե այն փայտային առնեմ։ Իսկապես չգիտեմ։ Ինչ շատ յուրահատուկ է։ Էս ինչ է ժողովուրդ եկեք նայենք։ Ասես ծաղիկի նման է, էս էլ շատ սիրուն հլնակ ինչ լավն է։ Այս սենց է։ Եթե ինչ-որ գարնանային թեմատիկա եք ուզում ստեղծեք, ինձ թվում է հոյակապ կլինի, ընկերներ ջան, շատ լավ բաներ կա, գժվում եմ ես խանութում, ուշկս գնում է, այտենց դեպք չկա, ես տեղ մտնեմ ու ինչ-որ բան առած դուրս չկամ, ու ասում ամենահիանալին, որ գները ուղղակի ձրի են ժողովուրդ։ Իսկ ինտերիերը միշտ չի, որ կարելի է ստեղծել թանկ բաներով։ Կարևոր է ունենալ ճաշակ եւ հասկացողություն ինչ առնել։ Մտնենք ստեղ։ Այս ինչ է, սենց ինչ որ սպիտակ եղենի բաժինը։ Տեսնենք այս բարձն աշա դուրս գալիս էլ նայեք սեզոնային դնես այս տոներին։ Միայն բանը ինձ ինչ է հետաքրքրում, ոնց սա մեջը լվանալ, մի քիչ էդ եմ մտածում, որտեվ ինքը սենց չի բացվում։ Եք տեսնենք էլ ինչ էր կա ժողովուրդ։ Այս զատիկի կոլեկցիան արդեն նայեցինք, չկոտրեմ ժողովուրդ խայտարակվենք ճանապարհին մի բան։ Եկեք տեսնենք ստեղ ինչ կա։ Հələ նայեք։ Այս էլ է զատիկի կոլեկցիան, այս ձվերի համար է, արժի 5.5 եվրո ժորտ։ Սենց կոնտեյներներ կան, նապաստակներ, էլի այս ամանիկները ձվերի համար։ Եկեք տեսնենք էլ ինչ սիրուն բաներ կան։ Էլի բան տեսա ժորտ։ Սա լավ դուրս չեմ գա ես այս խանութից։ Ինչ անհարմար բան ստացվեց, ես էլ եմ ուզում։ Ամեն ինչ ուզում եմ։ Այս գիտեք ինչ է, սիրուն է, բայց ես չեմ վերցնի, հեսա կասեմ ինչի։ Նայեք, աղամանները հենց մարմարից ժողովուրդ, գինը 6 եվրո, ծիծաղալու գինը, ծանր, իրա փայտի տակդիրն է, այս սենց։ Աղամանը, բիբարյամաներ, յա գտալները, շատ սենց ինստագրամնի բանա գիտեք երևի տեսել եք։ Ուրեմն խնդիրը ինչումն է։ Ես չեմ հասկանում ոնց կարելի է աղը ու բիբարը սենց բաց թողնել ու իրա վրա նստի փոշը։ Ես չգիտեմ, ինձ հետ կհամաձայնվեք թե չէ, այդ դրա համար չեմ վերցնում, որտեվ այդ մտավախությունը ունեմ, որ ինքը փոշոտվում է ժողովուրդ, չգիտեմ, ինչ եք կարծում, համաձայն եք իմ հետ։ Էս էլի էս նույնն է։ Հիմա ինձ ասեք, ես ոնց եմ ընտրելու։ Ինձ այս ամեն ինչը պետք է։ Ժողովուրդ, այս ամենը ինձ պետք է։ Հələ այս թեյնիկը նայեք, կանգնեմ ես։ Էսը գիտեք ինչ էր, ժողովուրդ, սառնարանի համար, սառնարանի այս վերևը որ սենց փակցնեք, դարակի վրա, հա, ու էլի տեղ շահեք, նույնը սա է, եթե չեմ սխալում, այսինքն կարող եք ոչ միայն սառնարանում, այլ նաև պահարանի մեջ էլ անեք։ Սա այն IKEA-ի պատտվող տակդիրի նման է։ Այս ինչա չգիտեմ։ Այս սենց ուղղակի 4 ամանիկա, սա նույնպես, չէ, սա ինձ հետաքրքիր չզե։ Ժողովուրդ, հիմա ասեք, ինչ ենք անում։ Ես հիմա չգիտեմ, ես այս կլորն եմ հավանում, թե այս երկարուկն եմ հավանում, հա։ Թե մի հատ կլոր վերցրեցի։
Հիմա էլ ես վերցնեմ։ Ինչ է կարծում ժողովուրդ, հələ մի բան ասեք էլի։ Այստեղ ֆորմաներ են տարբեր խմորեղենների, plum cake-երի, ես էլ լավ բան գիտեք, բայց ինձ չգիտեմ։ Ես մի հատ ունեի, ես լավ չի ասում։ Տեղափոխության ժամանակ ինչ եմ արել, չգիտեմ, ընկերներ չեմ կարողամ գտնեմ։ Ուր եմ դրել։ Այս ամբողջը սառնարանի պահպանման համար է, ու շատ լավ բաներ է միջայլոց, շատ հարմար։ Այս կարաքի համար է, ապակի է, հա, ապակի է։ Արժի 2 €50։ Պատկերացնում եք։ Այս ինչ է։ Հա, ասենց պտտվող բան է, որ դնես սառնարան, պտտես։ Շատ լավ բաներ կա, ժողովուրդ, իսկապես եմ ասում։ Եթե ունեք ձեր կողքերը պեպկո, անպայման մտեք։ Գովաստ չեմ անում, ժողովուրդ։ Ինձ էլ շատ հեռու է գովաստ անել։ Ես շատ սիրուն այս աղամանը ու բիբարի ամանը, բայց շատ եմ կասկածում, որ փոշի անստելու մեջը մի քիչ էսթետիկա, պես ինչքանով է ճիշտ չգիտեմ։ Էսա շատ դուրս գալի, հələ նայեք։ Այս պանիրի տախտակը իր դանակներով շատ սիրուն է, արժի 10 €։ Այս ամբողջը խոհանոցային, այս պարագաներ նաև այլն։ Զամբյուղներ, տարբեր պահպանման իրեր, ինչ ասես կա ժողովուրդ։ Այս սենիկիայի նման է, որ ես ունեմ, որ դնում եմ թոփիս վրա, որ չկեղտոտեմ, չվառեմ, չնայած վառել չես կարա այդ քարը, բայց դե վայ չգիտեմ ժողովուրդ, ես երևի փախնեմ գնամ ստեղից, քանի ամեն ինչ չեմ վառել։ Ես ինչի համար եմ եկել, ինչ եմ անում ժողովուրդ։ Ու հլստե բաժին կա, որ ես հələ պետք է նայեմ, սպասեք։ Առանց այս բաժինը նայելու չեմ գնալու ստեղից։ Ինչ ուզում այս։ Հələ նայեք, տեսնեք սիրուն բան կա։ Ինչ-որ մի բան կուզեի զատիկի թեմայով, գիտեք։ Ինձ հավես։ Քիչ լավ բան ունես, դե ամբողջը արդեն զատիկ է, վերջ։ Զատիկը սկսվեց ընկերներ։ Ճիշտ է ապրիլի 5-ին է, շնորհակալ եմ, որ նշեցիք իդեպ, բայց այստեղ արդեն սկսել է։ Բոլոր հնարավոր եւ անհնար ձվերի տեսակները ժողովուրդ։ Ես եւի կառնեմ, գիտեք, այստեղից, որտեվ այստեղ հաստատ նենց գինա լինելու, որ ոչ միտեղ չի լինելու։ Ես հիմա կընտրեմ։ Այս տիկնիկովը լավն է, հələ նայեք։ Ինչ էլ մեծ է, մեծ դույա սենց տիկնիկով, հա? Sweet dolls։ Որը վերցնենք ընկերներ։ Շատեր կան, հələ նայեք։ Սենց գույներ կա, տարբեր ձևեր կա տիկնիկների։ Արժի 9 €90։ Հələ եկեք տեսնենք ինչ տեսակներ կան։ Եկեք տեսնենք։ Սա ինչ է, 2 €65։ Սենց գներ դուք ոչ մի սուպերմարկետում չեք տեսնի։ Գրած արդեն աղջկա, բիմբա։ Շոկոլադո լատե կոն սուրպրիզա։ Ինչ որ սուրպրիզի կա մեջը ժողովուրդ։ Էս ինչ է։ Էս դրա մեջ սենց բաներ անայեք։ Հələ էս մեկը ինչ որ դուրս եկավ էս մանուշակագույնն է, ինչ որ պրինցեսաներ են, շոկոլադո լատե con magica sorpresa, fairy wings։ Կարող է այս առնեմ։ Հն ընկերներ, հələ մի բան ասեք։ Մի հատ էս վերցնեմ եկի։ Քանի գրամ է շոկոլադը ստեղ։ Շոկոլադը 150 գրամ։ Էս մեկ։ Կարևորը կոտրած չլինի, չէ, կոտրաշ էս մեկ։ Եկեք մի հատ էլ այս մեսից վերցնեմ, այս աղջկանով։ Հույսով եմ, որ չեն կռվեին, ժողովուրդ, հա, կարող է կռվեն։ Չէ, ժողովուրդ, ես վախենում եմ։ Սրա մեջ ինչ է, con incantevole sorpresa։ Չէ, ժողովուրդ, ես երկու հատ նույնիսկ կվերցնեմ, ես այդքան ռիսկ չունեմ, ժողովուրդ, սենց բաներ անեմ։ Այս երկու հատը գնաց։ Ամբողջը պատրաստում է զատիկի համար ժողովուրդ։ Լինդերի այս ձվիկները, ինչ արժի 9 € 90։ Բոլոր կոլոմբաները, այս ինչ է, հələ նայեք, այսպես ֆիգուրկաներ, եւի տորթերի վրա դնելու, ամեն ինչը կլինի ձվի տեսքով ժողովուրդ, ամեն բան։ Այս ինչ era 1 € 99։ Այս ինչ հետաքրքիր է։ Այս ինչ է։ Պիստակով է, հələ նայեք ինչ լավն են։ Պիստակով, այս մեկը կրեմով,
կարամելի։ Հավես բաներ կա։ Այս երևի Կոլոմբայա բարբի տեսքով, հա, բարբի տուփով ավելի ճիշտ կլինի ասել։ Հələ եկեք ստեղ տեսնենք ինչ կա ժողովուրդ, հետաքրքիր բաներ շատ կա։ Panforte di Siena, հիշում եք, որ ցույց եմ տվեց ես եւ կերել եմ ձեր մոտ այն հավիկները, բազմաթիվ աննորմալ չափերի, մի հատ չափը խնդրում եմ նայեք սրանց ալկոհոլային խմիչքներ, այստեղ էլ կան ձվիկներ, հեսա սրանք եկն են նապաստակներ, ինչ արժեն 4.50 արժի ես մի հատիկ նապաստակը լինդի, այստեղ էլի ամբողջ այդ ընտանիքից է, այդ կոնֆետներն են, չգիտեմ ինչ է բան վերցնեմ, չվերցնեմ, բայց դա նենց գներա ժողովուրդ, որ չվերցնել չի լինի, ահա որ էժան աստեղ ամեն ինչ, չգիտեմ ինչ անեմ, ես վերցնեմ, 2.99, այս արժի 275 գրամ, այսենց շարքերով ձույա ժողովուրդ, ես նույնիսկ չգիտեմ, ինտերի ֆորմաներով, գլխակներով, աքսեսուարներով, միած դե նայեք, ես ես խնդրում եմ, ամբողջը ինտերի հավաքածուն է, այս Յուվենտուսի հավաքածուներն է, իհարկե ձուն հետն է, ամբողջ այդ ֆուտբոլային թիմերի հավաքածուներով ձույա, մեջի իհարկե էլի կլինեն սուրպրիզներ, մոտոների ինչ-որ ձվիկներ կան հետաքրքիր, ստեղ հայտնի ֆիրմաներն են, Բաուլի, տարբեր ֆիրմաներ են, սենց խաղալիքներ կլինեն մեջը, մի նայեք սրան ցուցակը սա ժողովուրդ, ես եթե չգրեմ, ոչ մի բան չեմ անի, սենց կմտնեմ կնայեմ ու կգնամ, նայենք էլ ինչ տեսակներ կան, սենց միլիոնավոր ձևերի տեսքերի, չգիտեմ ինչեր են, նայեք, ամբողջը ձվիկներ, ինչ գնի ուզեք կա ժողովուրդ, 2 եվրոից մինչև, չգիտեմ, երևի 50 եվրո կա, այսինքն անսահման քանակություն է։ Ուզում տեսնեմ այս բաժիններում ինչ կա հետաքրքիր։ Այս ամեն ինչ ինչ որ տեսնեք զեղչով է բնականաբար։ Բացի այդ կա նաև այստեղ լիքը հետաքրքիր բաներ։ Այս ամեն ինչը կրկին զեղչով է, մոցարելլա եւ այլն։ Պաստաներ, ուզում գնամ են կոմոտեսնեմ ինչ կա, բայց այս երիտասարդը չի կարողամ տեղի չարժվի, որ ես գնամ, իրա մեքենան ոնց հասկանում չի աշխատում, այս բոլորը կոլոմբաներ են, բոլոր հնարավոր եւ անհնար տեսակների, այս զեղչված հատվածը մնացել է Վալենտինից ժողովուրդ, նայեք, Վալենտինի սրտիկներն են եւ այլն, բոլոր բաչի շոկոլադներն են, ասեմ ձեզ, տանտի բաչի ֆոնդենտի, այս է արժի 3 եվրո 99 ցենտ, ուրիշ սուպերմարկետ գնաք, ժողովուրդ, դա լինել է մինիմում 10 եվրո, այդ ամենակիչն եմ ասում, սա ինչ է, նակինք ընկերներ, տեսնենք էլ ինչ հետաքրքիր բաներ կա, որ գալիս եմ այստեղ, փոխանակ գնումներ անեմ այն ինչ որ ինձ պետք է ժողովուրդ, ես սկսում եմ առնել բաներ, որոնք ինձ ոչ էլ պետք է, բայց ուղղակի շատ լավ գին է։ Ու ես անկախ ինձանից այդ ամեն ինչը առնում եմ ժողովուրդ։ Ու պլանավորում եմ, որ շատ քիչ բան եմ առնելու, բայց իրականում գալիս եմ տուն եւ հայտնաբերում եմ ինչ որ ահավոր քանակությամբ բաներ։ Էս ինչ է։ Orange Grand Riviera, էս ինչ է։ Շպրից է։ Չենք ուզում շպրից, ժողովուրդ, գնացինք։ Հաթել էս ձվի չափը նայեք ժողովուրդ, կիլոգրամով 2 կիլո է, վախենալու չափի է, խնդրում եմ վատ նայեք, ուստեղ էլի կա մի քանի հաթելը սպասեք, ես ինչ է, ինչ որ, հա երևի սրանք կոտրված են կամ ինչ են, ամբողջը 99, այս կինդերի բոլոր ձվիկներն են, ինչ արժեն, հլը մի հատ ուզում գինը համեմա, հա, մեկը էժանա, ավելի էժանա, քանց Ֆլորենցիայի սուպերմարկետն եմ, մի հատ սրա չափը նայեք, ժողովուրդ, արժի 59 եվրո, ինչքան 4 կիլոգրամ, ով է ուզում 4 կիլոգրամանոց ձու ժողովուրդ, գնացինք, փախանք, եւ բանջարեղենի բաժինն էլ այստեղ հիանալի, ամեն ինչը թարմ եւ շատ բազմազան։ Մի հատ խնդրում եմ ես ամարետիների քանակը նայեք, մի կիլոյանոց դոբրակա պատկերացնեք։ Ես հələ ոչ մի անգամ ես խանութը սկզբից մինչև վերջ չեմ նայել։
ու չեմ կարող նույնիսկ հիշել, որտեղ ինչա դրած ժողովուրդ, որտեղ այնքան շատ է, ես խառնվում եմ իրար։ Ու տարբեր երկրների ապրանքներ կա, ինչպես արաբական, ռուսական, հենց ռուսերեն լեզվով գրած, եթե գտեմ ցույց կտամ ձեզ, բայց շատ հետաքրքիր բաներ կա։ Մեզ սա օրինակ, հեռու չենք գնում ժողովուրդ, պրյանիկով ա ուզում, ժողովուրդ ջան, պրյանիկ, ինչ ասես կա, դուք չեք պատկերացնում, ինչ հետաքրքիր խանութ է, ոչ միայն իտալական ապրանքներ են, այլ ամբողջ աշխարհից են, էլի։ Այսինքն կշռովի արդեն կշռած պատրաստ տարբեր բիսկոտիներ կան, այսինքն փոքրիկ ծխվածքներ կան, այս է միջերոց շատ համով կոկոսով ժողովուրդ, այնքան բան կա ժողովուրդ, ես չգիտեմ, ստեղ ես ինչքան անգամ պիտի գամ, որ գոնե այս խանութը նայեմ, էլ չեմ ասում փորձեմ, նայեմ։ Եթե ձեր տան կողքերը կա, հորդորում եմ, անպայման մտեք իմ աղջիկա սիրելի բիսկոտին ընկերներ, ես իմ ցուցակով եմ ինչպես միշտ ման գալիս։ Այս սենց պատրաստի տակ շոկոլադ է, տարբեր բաներ, տարբեր չիրյալի, չգիտեմ, ոնց թարգմանեմ, չգիտեմ, նախաճաշել են մի խոսքով երեխաների, ընկերներ ջան, այս ինչա, չհասկացա, տոնոն, չգիտեմ ինչա, չեմ հասկանում, այս ինչա, բիսկոտիները ուղղակի, բիսկոտիները, Ռաֆայելո 4.99 €, ինչ-որ էլի բազմաթիվ տարատեսակ թխված կաբլիտներ ու չգիտեմ ինչեր, ժողովուրդ։ Նուտելլա 3 կիլոգրամանոց հետաքրքիր է ձեզ։ Գնանք պաստաները տեսնենք, այս ինչա։ Բրինձ չենք ուզում, բրինձներ, պաստաներ, կիլոմետրով եւ հազարավոր տեսակների ժողովուրդ, անսահման քանակությամբ ձևերի, տարբեր մեծությամբ հոգնության ժողովուրդ, չեք պատկերացնում, ինչ քանակություն է եւ ինչ տեսականի է, շատ մեծ տեսականի է։ Իդեպ սենց մեծ տեսականի պաստաների ես նույնիսկ մեր մոտ սուպերմարկետներում չեմ տեսել, սա ինչա, Tagliatelle Arnero di Seppia, սեպյան կալմարի տեսակը, հայ, թե չեմ սխալվում, սեպիա, ոյ չեմ կարողam թարգմանեմ, մեկ բառերը մտքիցս թռնում ա ժողովուրդ, սա նյոկի է, որը պարտադիր չի սառնարանում պահել, սա նույնպես պարտադիր չի սառնարանում պահել, սրանք միշտ չորացրած ոնց որ տարբերակներն են, կա որ սառնանում է, կա որ սառնարանում չի։ Ոյ ընկերներ, հետաքրքիր բաներ շատ կա իմիջերից, ձեզ ասեմ, գալի եմ այդ սև պաստա առնել, Riccioli al Nero di Seppia, հենային վերևն էլ է սեպիայի, կարակատիցը, հա, երևի ռուսերեն կարակատիցը, սեպիա, տեսեք անդադ փորձում հիշեմ չեմ կարողam ժողովուրդ, կներեք, բայց միշտ չի ստացվում, այդ ցուցակս երևի 5 բան էր գրած, բայց սա հասնենք տուն, ես ձեզ ցույց տամ ինչ եմ արել, հեչ 5 բան չի ժողովուրդ ջան, անկախ ինձանից դառնում է ինչ-որ շատ բան, այս ինչեր է, հա, էլի պաստաներ է, այսենց բազմաթիվ 3 կիլոյանոց պաստաներ են, էլի սենց տեսակներ են, ստեղ կրկին պաստաների շարքեր են շարունակվում, անվերջ եւ անսահման, Իմիջերոց սա լավ մարկա է այս Ռումոն, այն Del Verde-ն էլ լավ մարկա, իդեպ Բարիլան ամենավատ մարկան է, բայց ես մեկ գնում եմ, այնպես չի որ չեմ ունում, Դեչեկոն էլ այդքան լավ մարկա չի, իդեպ շատ դեղին է, հիշում եք, որ ես ձեզ ասում էի, դեղիններին մի նայեք, ինքը շատ դեղին է, նույնն է Բարիլան, շատ դեղին է, չորացման տարբեր եղանակներին, այս է լավը, Որելլոն, անսահման ամեն ինչի քանակություն է ժողովուրդ ջան, այստեղ հնարավոր չի կողմնորոշվել, ճիշտը որ ասեմ, հնարավոր եւ անհնար ալուրների տեսակներ է ժողովուրդ, ամեն ինչ տեսակի ալուր կա, պիցային առանձին է, չգիտեմ ինչին է, ամեն ինչը առանձին է, նայած դուք ինչ եք պատրաստել, կա փոքր պարկերով, կա մեծ պարկերով բնականաբար,
Եթե սովորական խմորեղենի համար եք առնում, դա 0-0-ն է, եթե հացի համար եք առնում 0-ն է, ամեն մեկը ունի իր տեսակը։ Այստեղ բոլոր սառացրած ծովամթերքն են։ Կա զեղչով, կա առանց զեղչ, նայած կա արդեն պատրաստի ուտելիքներ, որ ձեզ մնում է միայն տաքացնել, կա ամբողջությամբ հում, որ դուք ինքներդ պետք է պատրաստեք։ Այստեղ ունենք ձկան, հատված է, այսինքն թարմ։ Ժողովուրդ։ Ինչ ասես կա։ Ինչ ասես։ Ընտրեմ նայեք։ Չգիտեմ իմ ամուսինը ինչ աստեղ կանգն է եւ ինչ ա գնում։ Այդ տունը կպարզենք միասին։ Տեսնենք ինչա նա գնելու մեզ համար։ Եկեք պատտվենք, տեսնենք այս կողմը ինչ կա։ Ինքան մարդ կա չեմ կարողանում մոտենամ, որ ձեզ նորմալ ցույց տամ, ժողովուրդ ջան։ Ուղղակի չեմ կարողանում մոտիկանամ, որ ձեզ ցույց տամ։ Ամբողջը թարմա ձեզ համար այստեղ բնականաբար կկտրտեն, կլվանան, կպատրաստեն։ Դրա ամբողջը պատրաստի ուտելիքներ են։ Ձեզ միայն մնում է հենց այս կոնտեյներով տաքացնել։ Եվ վերջ եկերներ, ստեղ արդեն ուտելիքա, որ դուք ինքներդ եք մոտենում, ինչ որ ուզում եք ընտրում եք, գնում եք, ձեզ համար կշռում են, կարող են եւ տաքացնել ընկերներ։ Այստեղ բազմաթիվ հնարավորինս ճապոնական, չինական ուտելիքներ են, սուշիներ, չգիտեմ բանն են, վատն են, չեմ կարող ասել, երբևէ չեմ կերել ընկերներ ջան, երբևէ չեմ փորձել, մի քիչ վախենում եմ։ Միգուցե ես սխալ եմ։ Այստեղ ենթադրում եմ գրիլ են անում տարատեսակ մթերքներ։ Այստեղ պանիրների տեսականիներն են ու վաճառվում են այսպես մեծ քանակությամբ, այսպես ասեմ, հա։ Տարատեսակ մսային ուտեստներ, պարմիջանոներ, գրանապադանաներ, անվերջ քանակություն է, կրկնում եմ էլի, եթե ունեք ձեր շրջակայքում այս խանութը, անպայման այցելեք։ Կրկին պանիրներ են, բուրատաներ։ Սա իդեպ տորտ է, ռիկոտով, ես կպատրաստեմ ձեզ համար, կկիսվեմ ձեզ հետ բաղադրա տոմսով այդ խմորեղենի, որի մեջ ընդհանրապես ալուր չկա, սա խոզի միս է։ Ընկերներ ջան, սա տարբեր տեսակի ձկնեղեն, պատրաստի սոուսներ, սա արդեն կտրատված եւ պատրաստի տարբեր մսամթերք է։ Մենք երևի գնանք հաց վերցնենք, մայրիկս ինձանից կեֆիր է խնդրել, հեսա դիմացս է վերցնեմ, քանի թե ես մեկը չվերցնեմ, հələ մի րոպե, քանի չեմ մոռանում, ժողովուրդ։ Մի հատ ուրիշ տեսակ կար, որ իրան դուր էր գալի, չգիտեմ, ստեղ կա թե չէ, ինչ որ աչքս չի ընկնում, ընկերներ ջան։ Չեմ տեսնում, ընկերներ։ Լեկեք նայեք նոր, սա ինչ է։ Այս ինչ կեֆիր է։ Այս էլ է կերֆեր, Ալպի ֆիրմայի, վերցնեմ սա։ Էլ ինչեր կա, հետաքրքիր, ձեզ ցույց տամ, ամբողջը յոգուրտների բաժինն է, բոլոր հնարավոր եւ անհնար տեսակները։ Ցուցակով շարունակում եմ։ Այստեղ ամեն ինչը բնականաբար արդեն զեղչով հատվածն է, այս հատվածը, հացի բաժին։ Այստեղ չէ բազմաթիվ հացեր կան, բայց ես իրենցից լավ չեմ հասկանում, չգիտեմ որն է լավը, որն է վատը, ժողովուրդ, գաղափար չունեմ այստեղ, բայց տեսքից վատը չեն, հետաքրքիր տեսք ունեն։ Վերադարձանք մոլից, ձեզ ցույց տամ ինչեր են գնել, առաջինը ցույց կտամ Պեպկոից ինչեր գնեցի, մի մասը դուք արդեն ինձ թվում է տեսաք, կարևորը ընթացքում չկոտրեմ, ժողովուրդ, վերցրեցի սա որոշեցի Զատիկի համար, այսպես կոնֆետների քաղցրավենիքի համար, սենց հետաքրքիր տարալինի, որ այստեղ երևի կդնեմ, հենց ժամանակը կգա բնականաբար։ Ընկերներ ջան, էլ ինչ վերցրեցի սա, շատ դուր եկավ, այս սա, արժեքները ձեզ արդեն այնտեղ եմ ցույց տվել,
Ինձ թվում է նաև ինչ որ աղցանների համար կարելի է օգտագործել քաս, ինչի համար ասես կարելի է օգտագործել։ Շատ դուրս եկավ։ Այնուհետև գնեցի այս սրբիչները, խոհանոցային սրբիչներ են, այսինքն նապաստակով, գազարով շատ դուրս եկավ, համը երեխաները կուրախանան։ Ինձ թվում է վատը չի սեզոնային։ Օй, ես ինչ ծանր է, հաջորդը վերցրեցի սա ընկերներ, այս մարմարի տակդիրը տարբեր, ինչ-որ միգուցե, էլի ինչ-որ բաներ կարելի է մատուցել, քաղցրավենիք, աղի ինչ-որ բաներ, հա, նախուտեսներ, չգիտեմ, արդեն կտեսնեմ ոնց եմ անում, ընկերներ, և չեմ սպատ հավիրանել, վերցրեցի այսպիսի անձեռոցիկներ, էլի նապաստակով, էլի զատիկի համար նախատեսված, վերցրեցի այս մարմարը, էլի այսպես տակդիր, էլի աղցանների համար, նախուտեստերի համար, չգիտեմ, տեսնեմ արդեն ինչ կմատուցեմ, և վերցրեցի այս փայտը, ընկերներ ջան, կրկին սա ինչ-որ սկուտեղ է փայտից, հա, որի մեջ էլի կարելի է հետաքրքիր մատուցել տարատեսակ քաղցրավենիք, նախուտեստներ, այդ ամեն ինչը ես սիրում եմ, ինչպես արդեն ասացի, այս սեղանի վրա հավաքել, ու ինչ շատ դուր է գալիս այդ ամեն ինչ ընկերներ ջան, այսպես, այսքան էին իմ գնումները, հեսա եթե չեկը, հա, պահպանել եմ, հեսա ասեմ ձեզ ընդհանուր վճարեցի 38 եվրո 10 ցենտ այս ամենի համար, ինձ թվում է շատ լավ է, այսպիսի դեկորներ, եթե գնանք Zara Home կամ այլ որևէ խանութ, ինձ թվում է այսքանի համար կվճարենք 200 եվրո ընկերներ, իսկ ինձ այսպես դուր է գալի ժամանակ առ ժամանակ փոխել, հաճախակի փոխել, տարատեսակ այսենց տան էլեմենտներ, այսքանն են իմ գնումները Pepco-ից, հիմա անցնենք սուպերմարկետին, սուպերմարկետը կոչվում էր, որ գնացել ենք Ipertossano, վերցրել եմ այս բեզեները, որից 2 հատ արդեն չկա, որտեղ երեխաները վերցրեցին, վերցրել եմ նեխուր, փորձեմ այնպես տեղավորեմ, որ կարողանամ ամեն ինչ ցույց տամ, վերցրել եմ, մի անգամից համել բացեմ ձեզ, այսենց լոլիկներ, կանաչ են, բայց մեջը կարմիր են, հեսա կփորձարկենք, տեսնենք ես ինչ լոլիկներ են, մի անգամից հանեմ, դնեմ այստեղ ընկերներ, իմ գործը մի անգամից հեշտացնեմ, համ ձեզ ցույց տամ, վերցրել ենք ամեն օրվա պատրաստելու համար այսպիսի extra virgin di oliva, բայց պատրաստելու համար ոչ թե ուտելու, վերցրել ենք այսպիսի, եթե չեմ սխալվում, iceberg-ը, սա չեմ հիշում անունը, բայց աղցանի համար սալատ է, կրկին նույն լոլիկից ենք վերցրել, ընկերներ ջան, այս լոլիկից ենք կրկին վերցրել, ընկերներ, վերցրել ենք բանան, ամեն ինչը համ բացեմ, համ ձեզ ցույց տամ, համ ես ինձ համար ավելի հեշտ կտեղավորեմ հետագայում, ընկերներ ջան, թե ոնց եմ տեղավորի չգիտեմ եւ ուր, այստեղ 2 կուպ այսենց նրբերշիկ, հավ, ամբողջական, կեֆիր և վերցրել ենք, եկեք ցույց տամ, այս տեսակի բողք, հա, ճիշտ եմ անունը հիշում, բողք, այս թվում է բողք էր, հա, բողք, բայց այս տեսակի, այս մեկ տոպրակ ընկերներ ջան, երկրորդ տոպրակը, վերցրել եմ, համ եմ, միայն այս սուպերմարկետում են վաճառում, այսպես փոքրիկ չաբատա, այս ինչ հաց է, բարետը չրեալի կնսեմ, տարբեր հատիկներով հաց է, վերցրել եմ մասկարտոն են, վերցրել եմ բիսկոտներ, նախաճաշի համար կինդեր, ալուր, սա վերցրել եմ աղջիկա համար էլի նախաճաշի համար, և վերցրել եմ չեդր տեսակի պանիր, վերցրել ենք այսենց 6 հատ կաթ, ես երևի դնեմ
Մի քիչ հեռու ընկերներ, որ կարողանամ տեղավորեմ ամբողջը։ Վերցրել ենք երևի 12 հատ կոկա-կոլա, այսինքն փոքրիկ։ Վերցրել եմ բաչի չոկոլադներ։ Այսպիսի մեծ հավաքածու ռուկոլայի լվացած եւ կտրատած արդեն։ Կիտկատի կոնֆետներ։ Կրկին կանաչիներ, մաղարանոս, կրկին համեմ եւ 2 հատ սամիտ, որը կրկին միայն այդ խանութում եմ գտնում։ Վերցրել ենք խնձոր։ Վերցրել ենք կարտոֆիլ։ Այսպիսի բիբարեմի փոքրիկ կծու, մեջը թուննատեսակի ձուկ։ Վերցրել ենք այսպիսի շոկոլադներ սխտոր։ Սա ձիթապտուղ է առանց կորիս եւ սա կծու բիբար է։ Ընկերներ։ Եվս մեկ մեծ եւ ծանր տոպրակ ընկերներ, Pepsi։ Սառը թեյ Իտալիայում շատ են սիրում խմել այսպիսի թեյեր։ Սառը վիճակում։ Արմավ մեջուր տեսակի, սոխ կարմիր, թթու վարունգ։ Այսպիսի փոքր սոխեր, էլի թթու դնելու համար։ Հավի տոտիկներ, վերցրել եմ կուսկուս, այսպիսի պանիրներ ծխեցված, եվս մի ատուփել արմավ, մեկ հատ ավոկադո, բայց ինձ թվում է լավ է, չի դրա համար մեկ հատ վերցրեցի։ Երեխաների համար վերցրեցինք այս շոկոլադները, ծվիկները, 1-2, որ ոչ մեկ չվիճի չկռվի ինտերնետյան։ Այստեղ են ինձ մոտ, տեսնեմ կարող եմ հանեմ, չէ փակածա, ձուկ է, թուննատեսակի ձուկ է և միդիա հայերեն ես չգիտեմ կնել, միդիաներ։ Ինչպես նաև վերցրել ենք մի քանի տուփ այս հավի կոտլետներից արդեն պատրաստ։ Այս ամենի համար ընկերներ վճարել ենք երևում է 200 եվրո 81 ցենտ։ Ինչ եք կարծում, շատ են վճարել թե քիչ այսքան մթերքի համար։ Կիսվեք կոմենտարներում դուք որտեղ որ ապրում եք այս արժեքների ընկնումները թե ոչ, թե ես թանկ եմ վճարել, թե դուք եք էժան վճարել, հետաքրքիր է իմանալ։ Այսքաններ ընկերներ, այսօրվա մեր տեսահոլովակը կհանդիպենք մյուս հոլովակներում։ Եթե ձեզ դուր եկավ տեսանյութը, հավանեք այն և բաժանորդագրվեք։